այդ գինը հետևյալն է. հրաժարվել անկախության հռչակագրից, ուրանալ ցեղասպանությունը, սահմանագծման եւ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին իրականացնել նոր զիջումներ, Տիգրանաշենը չեք բացառում, որ կարող եք հանձնել, Հայաստանի տարածքով անխոչնդոտ ճանապարհ Արևմտյան Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև, անունը ինչ ուզում եք դրեք, եւ խորհրդարանի կողմից վավերացված պաշտոնական փաստաթուղթ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու։ Ահա սա է այն գինը, որ դուք փորձում եք ու այն ճանապարհը կարգավորեք այդ հարաբերությունները։ Հիմա հարց. այսքան զիջումներից հետո բավարարվելու է Թուրքիան եւ Ադրբեջանը ու կարգավորվեն այդ հարաբերությունները ու այդ սպառնալիքը չեզոքանա։ Միանշանակ ոչ։ Ոչ, որովհետեւ նոյեմբերի 9-ի փաստաթղթով 7 շրջանը վերցնելուց հետո Ադրբեջանը չբավարարվեց։ Արցախը հայաթափելուց հետո Ադրբեջանը չբավարարվեց։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից 200 կիլոմետր քառակուսի օկուպացնելուց հետո Ադրբեջանը չբավարարվեց։ Երբ որ մենք ասում ենք այո, Արցախը հայկական է, դուք ասում եք, որ դուք սպառնալիք եք Հայաստանի Հանրապետությանը եւ չեք ճանաչում Հայաստանի ինքնիշխանություն կամ տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այս քարտեզը, որ փակցրել եք ստեղ, սա դուք եք դրել հարցականի տակ։ Այս պահին Հայաստանի Հանրապետության դե ֆակտո տարածքը որքան է։ Ազատագրեք այս քարտեզը, ապահովեք այս քարտեզի տարածքային ամբողջականությունը, այո, առաջինը ես կփակցնեմ։ Դրա մեջ վատ բան չկա։ Եվ ի գիտություն բոլորին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը մեր համար գերագույն արժեք եւ մեր հայրենիք։ Ու եթե մենք ասում ենք Արցախը հայկական է, դա չի նշանակում, որ սա կասկածի տակ ենք դնում։ Արցախը հայկական է եւ քննարկման ենթակա չի։ Դուք եթե վաղը նույնիսկ օրենք բերեք ազգային ժողով, ու եթե դուք մնաք իշխանության բերելու եք այդ օրենքը, ասեք ով որ ասի Արցախը հայկական է, նրան գնդակահարում ենք, միևնույն է, ես իբրև դաշնակցական ու իմ ընկերները ու ոչ միայն դաշնակցականները գալու են այս ամբիոնի մոտ եւ ասեն Արցախը հայկական։